Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է։ Մեր ընդհանուր հետաքրքրությունը մեր երկրի։ Եթե Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների վերջնահաշվարկն արդյունք չտա, հանդես կգանք հայտարարությամբ, ասել է Ուժեղ Հայաստան դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ այժմ ձայների վերահաշվարկ է արվում, որի արդյունքում պարզ կդառնա՝ Բարգավաճ Հայաստանը մտնում է ազգային ժողով, թե ոչ, եւ պարզ կլինի նաեւ ազգային ժողովը կունենա արդյոք գործիքակազմ դեմ կանգնելու կարևոր նախագծերին, թե ոչ։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ։